Քաղաքացու աշխատանքային գրքույկում բոլոր տվյալները ներառված են, բայց կենսաթոշակի նշանակումը մերժվում է։ Ինչ պետք է անի քաղաքացին։ Միասնական սոցիալական ծառայությունը հաճախ է մերժում ստաժի հաստատում այն դեպքերում, երբ գործատում փաստաթղթերը չի հանձնել ազգային արխիվ կամ չի վճարել սոցիալական վճարները, կամ վճարել է, բայց դրանց վերաբերյալ ապացույցները բացակայում են։ Եթե բախվել եք այս կամ նմանատիպ իրավիճակների, ապա ձեր կենսաթոշակի իրավունքը հնարավոր է վերականգնել դատական ճանապարհով։ Վարչական դատարանում մեր ունեցած դատական պրակտիկան ցույց է տալիս հստակ դիրքորոշում առ այն, որ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական եւ գլխավոր փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է։ Ազգային արխիվի թերացումը, գործատուի թերացումը չեն կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական իրավունքի խոչընդոտման համար։ Այնուամենայնիվ, եթե ունեք լրացուցիչ ապացույցներ, օրինակ, նախկին գործատուից տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ, վկաներ, ովքեր ձեզ հետ նույն վայրում, նույն ժամանակահատվածում աշխատել են, ապա սրանք կլինեն լրացուցիչ ապացույցներ, որոնք ավելի կամրապնդեն ձեր հայցը վարչական դատարանում։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ վարչական դատարանում ձեր հայցի բավարարման պարագայում կենսաթոշակի տարբերությունը կամ չվճարված ամբողջ գումարը ձեզ կվճարվի հետադարձ եղանակով, այսինքն այն պահից սկսած, երբ դուք նախնական դիմում եք ներկայացրել կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ։ Իսկ եթե աշխատանքային գրքույկը բացակայում է կամ թերի է լրացված։ Եթե աշխատանքային գրքույկը բացակայում է կամ առկա են սխալ, ոչ հստակ գրառումներ, առկա են ջնջումներ կամ ընդհանրապես բացակայում է նշում աշխատանքի ժամանակահատվածի վերաբերյալ, ապա միասնական սոցիալական ծառայությունը կարող է հաստատել ձեր աշխատանքային ստաժը արխիվային տեղեկանքների, քաղվածքների, հրամանների, պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա։ Եթե առկա են այս փաստաթղթերը, սակայն միասնական սոցիալական ծառայությունը միևնույն է չի նշանակել կենսաթոշակային ստաժը կամ չի հաշվառել ձեր աշխատանքային ստաժը, կրկին կարող եք դիմել վարչական դատարան։ Սակայն եթե բացակայում են նույնիսկ այս փաստաթղթերը, ձեզ այլ տարբերակ չի մնում, քան ստաժի հաստատումը մեկ այլ ընթացակարգի միջոցով։ Այս դեպքում դուք ոչ թե դիմելու եք վարչական դատարան միասնական սոցիալական ծառայության դեմ, այլ դիմելու եք քաղաքացիական դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստի աշխատանքային ստաժի հաստատման նպատակով։ Այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ դատական պրակտիկան հաշվի առնելով ձեզ անհրաժեշտ է լինելու երկու վկա, ովքեր ձեզ հետ միասին միևնույն վիճելի ժամանակահատվածում աշխատել են նույն վայրում, ում աշխատանքային գրքույկը լրացված է ամբողջությամբ եւ հստակ է, կամ ում նկատմամբ նշանակվել է աշխատանքային կենսաթոշակ եւ նշված տարիները դրանում հաշվի առնվել են։ Կարևոր նկատառում. քաղաքացիական դատարան դիմելու եւ դիմը բավարարվելու պարագայում ձեր կենսաթոշակը հետադարձ եղանակով չի հատուցվի։ Այլ կենսաթոշակի հաշվարկը կսկսվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կրկին միասնական սոցիալական ծառայության դիմելու պահից։